Վերադարձանք տաղավար եւ այստեղ են արդեն մեր հյուրերը։ Պարային նոր ներկայացման պրեմիերա է լինելու լույս 3, որի մասին էլ կխոսենք մեր հյուրերի հետ։ Այստեղ են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Եկեք սկսենք ամենասկզբից, լույս 3։ Ինչու հենց լույս 3, ինչ նշանակություն ունի, ուր է 1-ն ու 2-ը եւ ինչ ներկայացում է մեզ սպասվում։ Պարային ներկայացում բնականաբար, մեկ գործողությամբ լույս 3 մեր կյանքում առհասարակ խորհրդանշում է կյանքի իմաստը գտնվում է 3 կետերի մեջ, այսինքն հուսալու, հավատալու եւ սիրելու։ Հույս, հավատ եւ սեր։ Հա, եւ ներկայացումը հենց այդ իմաստով էլ բեմադրվել է իմ եւ Արիկի կողմից, այսինքն նաեւ այսօրվա ժամանակներում պետքա միշտ էլ դժվար են ժամանակները ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում։ Դրա համար հույսը, հավատը եւ սերը երբեք չպետք է կորցնել, որպեսզի ունենալ այդ ապագայի տեսլականը։ Նենց որ ամբողջ ներկայացումը հենց այդ 3 զգացողությունների մասին են, որը որ կարծում եմ այսօր շատ կարեւոր է ու շատ պարտադիր է մանավանդ մեր երիտասարդությանը։ Ներկայացումը ինքը իրանով շատ հետաքրքիր խորեգրաֆիկ լուծումներով տրված է, շատ փակագծեր չեմ ուզում բացեմ ներկայացման խորեգրաֆիայի վերաբերյալ, որովհետև թող ավելի հետաքրքիր լինի հանդիսատեսին գալ տեսնելը։ Սա մեր իմ եւ Արիկի համատեղ աշխատանքի կոնկրետ Նարեկ պարային անսամբլի հետ 10-րդ ներկայացումն է։ 10-րդ պարային ներկայացումն է եւ 10 տարին է համատեղ համագործակցության։ Հույս, հավատ, սեր, եթե սրանք դիտարկենք որպես փուլեր։ Ասեք ներկայացումը ինչ ստեղծագործական փուլերով է անցել, մինչև հասել եք պրեմիերային։ Դե նախ ասեմ, որ դա Արմանի գաղափարն էր այս տարի, նշելու մեր այդ 10-ամյակը, որ մենք արդեն 10 տարի համագործակցում ենք, իսկապես շատ արագ անցավ այդ 10 տարիները, շատ բուռն ստեղծագործական աշխատանք ունեցանք, այդ ընթացքում շատ հաճելի է ինձ աշխատել եւ Նարեկ պարային համույթի հետ, այդ երեխեքը եւ մի քանի սերունդ անցավ այդ 10 տարվա ընթացքում, գաղափարը եկավ sense միանգամից եւ մենք չենք ուզում, գիտեք ինչ, այս անցյալ ներկայացումները մի փոքր ավելի դրամատիկ էին, շատ նենց կարելի ասել ողբերգական ինչ-որ սյուժետների շուրջ էին մեր մոտ մեծ մասամբ ծավալվում, դրա համար այս անգամ մենք որոշեցինք ինչ-որ մի պայծառ, լուսավոր մի բան, հենց այդ լուսավոր բանը եւ այդ գաղափարը եկավ այդ հույս, հավատ, սիրո եւ լույսի գաղափարը, ինչպես միշտ մենք զարմանալիորեն, չգիտեմ ինչքանով է դա հազվագյուտ է լինում, որ երկու ստեղծագործ մարդ, բալետմեյստերներ, ռեժիսորներ, այդպես լավ համագործակցեն, միշտ լինում են ինչ-որ վեճեր, միշտ լինում են կոնֆլիկտներ, մեր մոտ ամեն ինչը լինում է շատ սահուն, չգիտեմ, ամենայն դեպս այս 10 տարվա ընթացքում չի եղել ինչ-որ տենց շատ մեծ կոնֆլիկտներ, եղել են ինչ-որ վեճեր, բանավեճեր, բայց միշտ շատ սահուն է լինում ու մեկից ոնց որ մեկը մեկին հասկանալով, մեկը մեկին շարունակելով, այդպես շատ հաճելի է աշխատել Արմանի հետ ու իր պարողների հետ, իմ համար դա միշտ ոնց որ sense լուսավոր մի կետ է իմ կյանքում։ Այ պարային ներկայացում, որը բնականաբար ունի ռեժիսորական ինչ-որ գիծ, հա, ինչ-որ միտեղից է վերցված, թե ամբողջը հիմնված է այս հույս, հավատ եւ սիրո վրա եւ նորովի մտքեր են։ Չէ, ամբողջը հիմնված է այդ 3 գաղափարի վրա եւ նոր մտքեր են, այսինքն լիբրետոն էլ ինքը իրանով մեր երկուսի մտահղացումն է ու այդ ամբողջ կառուցվածքը մեր երկուսինն է, չկա կոնկրետ ինչ-որ երգ, ստեղծագործություն, որից որ մենք օգտվել ենք, չէ։ Եվ շատ ժամանակ էլ հենց այդպես է լինում է մեր ներկայացումների ժամանակ, որ մենք ինքներս ենք լիբրետոն կազմում։ Եվ դրա հիման վրա արդեն Արիկը շատ հրաշալի երաժշտական ձևավորում է տալիս այդ ամեն ինչին, որովհետև մշտապես մեր ներկայացումների երաժշտական ձևավորումը Արիկն է տալիս։ Ուզում եմ նշեմ նաև, որ մեր զգեստների ձևավորումը Լիլիթ Մելիքյանինն է, Տերյան կենտրոնը, շատ շնորհակալություն իրենց
թմին, Ալայի եւ Լիլիթի գլխավորությամբ, որտեվ իրանք շատ լուրջ ու ծավալուն աշխատանք են վարում մեր բոլոր ներկայացումների հետ կապված, այսինքն այս վերջի տարիների հետ կապված, ինչ մենք համագործակցում ենք միասին։ Իդեպ դա էլ Շանթ հեռուստաընկերության շնորհիվ էր, ունենալով ազգային պարերը, մենք դիմեցինք Լիլիթին, որպեսզի նա մեր հագուստները կարողանար ձևավորել եւ այդ համագործակցությունը արդեն նախագծից հետո էլ պահպանվում է, որի համար էլի շնորհակալություն։ Իսկ որն էր ձեր առաջին համագործակցությունը, կհիշեք դա ինչ պատմությունն էր եւ ինչպես եք ծանոթացել ու սկսել համագործակցել իրար հետ։ Մենք շատ շուտ էինք, ավելի շուտ էինք, Արմանը ապարել է իմ դիպլոմային աշխատանքում, երբ որ ես ավարտում էի Թատերական ինստիտուտը եւ իմ դիպլոմային աշխատանքն էի ներկայացնում, ինքը այն ժամանակ ապարում էր բարեկամ Փայլում էր բարեկամություն համույթում եւ ես հրավիրեցի իրեն, որպես ինքը հենց այդ համույթի բարողների շնորհիվ ստեղծվեց իմ գործը եւ գլխավոր դերերում էր հենց Արման Ջուլակյանը եւ դրանից հետո մենք արդեն ընկերացանք 2015 թվականին, հա ինքը եւ Գրիգոր Խաչատրյանը որոշեցին մի հատ պարային ներկայացում ստեղծել, դա նվիրված էր 100-ամյակին ցեղասպանության ԵՀՌ-ի եւ այդ ինձ հրավիրեցին որպես խորեոգրաֆ, որտեվ Արման ասեց ես կարող եմ բեմադրել, բայց նաև ինք ուզում էր պարել։ Դա մի քիչ դժվար է, որ դու համ պարում ես, համ բեմադրում ես, ասեց չէ, բայց ես կվստահեմ միայն երևի թե Արիկին եւ իմ համար շատ դա կարևոր էր, որ նորից մենք հանդիպեցինք, նորից սկսեցինք համագործակցել ու այսպես սկսեց մեր ընկերությունը եւ համագործակցությունը ու դրանից հետո շատ նոր նախաձեռնություններ, նոր պրոյեկտներ ստեղծվեցին միասին։ Արման բավականին երկար ճանապարհ եք անցել, մենք բոլորս ճանաչում ենք, ձեզ գիտենք, ձեր բոլոր անցած ճանապարհները, բայց ինչպես տեսնում եք, այսօր սնկի պես օրը մեկ պարային համույթ է ստեղծվում, տարբեր անուններով, տարբեր տեսակներով եւ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ։ Այո, արդյոք ինչ որ կա մի պրոֆեսիոնալների խումբ, որը որ պայքարում է սրա դեմ, թե սա ուղղակի անզոր է եւ արդյոք ինչպես կարող ենք նույնպես ծնողները զատել որտեղ տանել երեխային, որովհետեւ շատ անգամ շարժվում ենք հենց մեկնակ այն տեսակետից, որ սա մեզ մոտ է կամ հարմար է, բայց արի ուտես, որ դա ել ավելի փչացնում է երեխային, թե ֆիզիկապես, թե հոգեպես, դուք որպես պրոֆեսիոնալ, որ այսքան տարի այս ամեն ինչի մեջ եք, ինչպես եք սրա դեմ պայքարում։ Նայեք, մենք բնականաբար պայքարում ենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքով, բայց ավել պայքարելու գործիքներ չունենք, քանի որ դա պետական մակարդակի խնդիր է։ Ամեն եթերային առիթը բաց չթողնելով ես դրա մասին շեշտում եմ, որ դա պետական մակարդակի խնդիր է, որ պետք է բոլորը լիցենզավորվեն, որոշակի տարիներ հետո հանձնեն նորից քննություններ, ինչպես որոշակի ստանդարտներ լինեն։ Այո, ինչպես որ բժիշկները, ինչպես որ, չգիտեմ, դպրոցներում ուսուցիչները, տնօրենները քննություններ են հանձնում եւ տեսնում ես, արդյոք իրենք այդ տարիների ընթացքում ունեցել են իրանց վերապատրաստումները, իրենց առաջընթացները, թե ոչ, որովհետեւ մենք աշխատում ենք մատաղ սերնդի հետ եւ իրավունք չունենք իրենց փչացնելու, որովհետեւ երբ որ դու փչացնում ես հոգեվոր բացի ֆիզիկականը, նաեւ հոգեվոր դաստիարակությունը, դու կորցնում ես մի ամբողջ սերունդ։ Երբ որ դու աշխատում ես չիմանալով թե ինչ ես աշխատում զուտ գումարի համար, դա արդեն կատաստրոֆա է։ Դա մեծ կատաստրոֆա է։ Նախ 3 տարեկանից երեխաներին ձեռք տալի ու իրավունք ոչ մեկ չունի։ Այնտեղ ողնաշարային, ոսկրային, մկանային համակարգը դեռ պետք է զարգանա, դեռ պետք է ամրապնդվի, այսինքն 6 տարեկանից ներքև երեխան պետք է ունենա մի հատ փայլուն մանկություն, որը որ մենք սկսում ենք խանգարել նրան։ Եվ ես հասկանում եմ, որ այսօր ուզում են ծնողները շատ շուտ ազատվել իրանց երեխեքից, որ իրանք էլ մի քիչ իրենցով զբաղվեն, բայց պետք է գիտակցել, որ դու վնասում ես առաջինը քո երեխային։ Դրա համար այդ պետական մակարդակի խնդիր է, որ ես կարծում եմ եւ ամեն եթերը բաց չթողնելով ասում եմ, որ պետք է ունենանք մենք այդ չափորոշիչները, այդ ստանդարտները, որով որ կլիցենզավորվեն պարուսույցները եւ կկարողանան
կրթել արդեն այդ երեխաներին եւ գոնե թե 5 տարին մեկ կունենան այդ քննությունը։ Չգիտեմ, մի որոշակի տարիք, որից հետո արդեն վերապատրաստումներ, առաջ գնալներ, չգիտեմ, շատ բաներ գոյություն ունեն, որտեղ այսօր երբ որ ես հետևում եմ, նայում եմ, խմբերի մեծամասնությունն էլ ինչ որ այլազգի, արևելա, թուրքականա, չգիտեմ, ինչ եւ երաժշտություններով, եւ հագուստների առումով անհասկանալի ինչ որ ազգապատկանելիության գործնեությունով են զբաղված, Եվ դա ներկայացնում են որպես հայկական։ Եվ դա ներկայացնում են որպես հայկական եւ ցավոք այդ խմբերը շատ մեկնում են արտ երկրներ այդ փառատոնների ու դա ներկայացնում են իբրև հայկական։ Այս արդեն լավ չի։ Իսկապես պետական մասշտաբով վերահսկողությունը շատ տեղին կլինի եւ կարծում եմ արդեն ժամանակն է գոնե այսքան տարի անց իսկապես ժամանակ ունենք մի ծրագրի մասին էլ ասեմ, չնայած կարծում եմ հետո առիթ կունենամ նորից այցելելու ձեզ մոտ, հիմա իրականացնում եմ մի շատ կարևոր ծրագիր, որի անվանումն է սահմանապար։ Հենց բառը ինքը իրանով իմ գաղափարն էր, բայց Հազար Վահան բարեգործական հիմնադրամի հովանավորության տակ է գտնվում, այսինքն մեր այդ կազմակերպության եւ իմ գաղափարն է, գնում են բոլոր սահմանամերձ շրջանները, գյուղերը, ընդեղի բարի խմբերի վրա իմ հեղինակային պարերն են բեմադրում եւ մյուս տարի անպայման ունենալու ենք մեծ համերգ, խմբերին կհրավիրենք մայրաքաղաք, որպեսզի ունենանք մի հատ մեծ համերգ փառատոն։ Այսինքն նաև մաստեր կլասը, կարելի է նաև այդպես անվանել։ Կարելի է, որովհետև այդ մի քանի օրերի ընթացքում, այսինքն Տաուշից սկսել եմ եւ վերջացնում եմ Սյունիք Կապանով, մի քանի ամենտեղ մի քանի օր մնում եմ եւ աշխատում եմ իրանց հետ, փորձում եմ այդ կարճ օրերի ընթացքում բեմադրություններ իրականացնել եւ ի զարմանս իրանց դա շատ մեծ օգուտ է տալիս ու դրա կարիքը իրանք շատ ունեն, որպեսզի մասնագետները այնտեղ որոշակի գործունեություն ծավալեն եւ շատ շնորհակալություն Հազար Վահան հիմնադրամին, որ հովանավորում է նման տեսակի, որովհետեւ իր գործունեությունը ամբողջությամբ կապված է հենց սահմանապահ գյուղերի երեխաների կրթության, մշակույթի զարգացնելու հետ կապված։ Կարծում եմ այս նախաձեռնության մասին դեռ առիթ կունենանք Ավելի խոսելու։ մանրամասն խոսելու։ Հիմա վերադառնանք ներկայացմանը, մեր լույս 3-ին։ Քանի կարող է ներգրավված ներկայացման մեջ եւ երբ է լինելու պրեմիերան։ Պրեմիերան լինելու է վաղը։ Հրաչյա Ղափլանյանի դրամատիկական թատրոնում երեկոյան ժամը 8-ին մասնակցում են շուրջ 14 բարող։ Ինքը փոքր կազմ է, այս ներկայացման համար, բայց լավ կազմ է։ Շատ լավ կազմ է, կարելի ասել այս սերունդներից ամենատենց հաջող սերունդն է տարիների ընթացքում իրանք փոքրուց էին, որովհետև մենք ունենք ներկայացումներ Արմանի հետ, որ արդեն փոքրուց ներգրաված են երեխաները, մոտ արդեն 7 տարեկան, 8 տարեկան, այդ նույն երեխաները հիմա արդեն 20 տարեկան են դառնում, 18-19 տարեկան են դառնում ու շատ ելի եմ ասում այդ դպրոցը անցել է եւ մեր խորեոգրաֆիան լավ գիտեն, մեզ էլ են կես բառից հասկանում, անցալում են, գիտեն մեր գաղափարները, կիսում են մեր գաղափարները, դրա համար կարելի ասել շատ հետաքրքիր սենց միասին ենք աշխատում, միասին ենք ստեղծում այդ ներկայացումը իրենց հետ միասին։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, վաղը պրեմիերան է, թող ամեն բան իրականացվի այնպես, ինչպես որ պլանավորված էր։ Հուսանք, որ մյուս բոլոր առիթներով էլի կհանդիպենք եւ նոր բացահայտումներ կանենք, ինչպես նոր արդեն ասեցիք, իսկ մենք անցնենք առաջ։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Մենք դիտենք Գովաշչանթի եթերում եւ վերադառնանք։